Ողջույն հարգելի հետևորդներ, Infotime with Mary հաղորդումն եք դուք դիտում։ Այսօր ես գտնվում եմ Գլենդելի քաղաքապետարանում եւ իմ զրուցակիցն է Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանը։ Բարև ձեզ։ Բարև, ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ։ Պարոն Քասախյան, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Մենք բարբերաբար ունենում ենք հարցազրույցներ այս շրջանում, քանի որ շատ շուտով հաշված օրեր անց տեղի է ունենալու ընտրություններ, քաղաքապետի անդամի ընտրություններ, որի արդյունքում նաև քաղաքապետ է ընտրվելու։ Ես կուզեի մի փոքր խոսեինք այս ընտրությունների գործընթացի մասին, ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում ընտրությունները, տեխնացուների վարքագիծը, քարոզարշավի ընթացքը։ Այս անգամ բավականին հետաքրքիր է եւ տարօրինակ, որտեղ ընդամենը 3 հաթորի համար կա 12 տեխնացու, որից 9 ծագումով հայ են։ Եվ ընդհանրապես կարծեմ շատերի մտքի մեջ այս հարցը կա, թե եթե այսքան հայ տեխնացու, նրանք որ հայ անձի են նպատակը քվեարկելն է, թե ինչպես է բաժանվելու ամբողջ հայկական ընդհանուր քվեն։ Բայց նաև ասեմ, որ մենք ունենք այժմ նիստի անդամ Դյան Բրոթմանը, Էլեն Ասատրյանը, երկուսը փորձարու անձեր են, որ ուզում են վերընտրվեն, հիմա մի մասը կա համայնքին, որ այսինքն երբ քաղաքական աթոռի մեջ ես միշտ էլ գնահատող կա, եւ դրա իրանց դեմ նաև կա այսպիսի խիստ պայքար, բայց նաև կա մի ազատ աթոռ, որը Արա Նաջարյանի աթոռն է, եւ ինքը որոշել է չմասնակցի վերընտրության, դրա համար մի ազատ աթոռ էլ կա։ Ուրեմն երկու ձև կա նայելու, ընդհանրապես եթե մեկը արդեն աթոռի նստած է, բացի որ արդեն այդ պաշտոնը ծառայել են, ընդհանրապես իրենց համար վերընտրվելու առավելությունը ավելի մեծ է, եւ ուրեմն մեկը կարող է նայի, ասի մնացածը փորձում են մի աթոռի համար վազեն։ Դա դեռ հստակ չի, ես հետևում եմ քվեարկողների քանակը, այժմ կարծեմ մինչև այսօր 7000-ից ավել մարդ է մասնակցել ընտրություններին, որտեղ Կալիֆոռնիայում օրենքով դու ստանում ես քո քվեաթերթիկը տանը, լրացնում ես թե ինչին ես քվեարկում կամ անձին կամ բանաձևին, կողմ կամ դեմ եւ վերադարձնում, բայց մինչև հունիս 2-ը եւ դրանից հետո 2 շաբաթ հետո մինչև որ ամբողջ փոստով ուղարկած քվեաթերթիկները հաշվվեն, բավականին ժամանակ կա եւ կարծում եմ եւ տեխնացուները եւ կարծեմ քաղաքում շատերս լարված սպասում ենք թե վերջնական արդյունքները ինչ կլինեն։ Ես ինքս ասեմ, որ իբր քաղաքապետ այս անգամ ես ընտրության չեմ մասնակցում, քաղաքապետը սովորաբար նշանակվում է մեր 5 քաղաքապետարանի անդամների կողմից, այս անգամ ես արժանացա իմ աշխատակիցների վստահությունին եւ մի տարի եւ մի քանի ամիս ժամկետով պիտի ծառայեմ իբր քաղաքապետ։ Գլենդելում քաղաքապետը նույն բարձր պաշտոն կամ ուժեր չունի, որքան այսինքն Նյու Յորք կամ Լոս Անջելես քաղաքում, որտեղ քաղաքապետը հենց քվեարկողների, քաղաքացիների կողմից է ընտրվում։ Պարոն Քասախյան, օրեր առաջ միջոցառումներից մեկի շրջանակներում դուք ասացիք, որ երբ որ politician են ասում քաղաքական գործիչ, ձեզ համար այդքան էլ է ձևակերպումը այսպես ընդունել չի եւ դա ինչ որ բացասական երանգ ունի, ավելի նախընտրում եք եւ ասում եք, որ դուք ժողովրդի ծառան եք։ Հիմա ըստ ձեզ մյուս տեխնացուների մեջ կա այդ գիտակցումը, որ իրենք գալիս են լինելու ժողովրդի ծառան, խնդիրները լուծելու, որովհետեւ մենք տեսնում ենք, որ այս օրերին քննարկումների ընթացքում որոշ տեխնացուներ փորձում են մեկը մյուսին մեղադրել, ինչ որ ցեղ շպրտել։ Կարծում եմ, որ բոլորը գոնե այդ գաղափարով ուզում են մոտենան այս աթոռին, բայց գիտես, ամեն ինչը մարդկանց փոխում է, ինչպես նայում ենք, տեսնում ենք նույնիսկ Հայաստանում։ Եվ սա միայն Ամերիկայում խնդիր չի, ամբողջ աշխարհով մեկ։ Մարդիկ երբ աթոռի հետևից են վազում, եւ սա հին ժամանակներից, Հռոմից սկսյալ, երբ ստանում ես մի քիչ ուժ, արդեն այդ ուժը գնում է գլխիդ եւ արդեն մոռանում ես քո արմատները, թե որտեղից ես եկել։ Ես ինքս կարող եմ ասել, որ ես ինքս փորձում եմ իմ մոտեցումով այս աթոռը ավելի մեծ չձևացնել, որքան է։ Ընդհանրապես ես չեմ սիրում քաղաքականության վատ նիշեր, ես սիրում եմ, երբ մարդիկ տեսնում են, որ կառավարությունը կամ քաղաքական դիրքերը կարող են օգուտ լինեն բոլոր համայնքին, ոչ թե անձին, ոչ թե անձնավորության, ոչ թե մի հատուկ բիզնեսին։ Այդ ամենը երբ անում ենք, մենք ոչ միայն անհարգում ենք այն աթոռին, որին մենք ընտրվել ենք, բայց նաև ժողովուրդը արդեն եւ վստահությունն է կորցնում
ինչպես նայում ենք այսօրվա քաղաքականության մեջ Ամերիկայում, մեր նախագահի ընտանիքը ընտրվելով արդեն կարողացել է հարստանալ ամեն տեսակի բիզնեսներով, լինի դա cryptocurrency, լինի այսօր հիմա կան ձևեր, ինչպես կարող է մեկը նախատեսի թե ինչ որոշում է արվելու եւ դրա փոխանակ կամ դրա համար փող գումար վաստակի ասելով որ պիտի հարցակվենք Պարսկաստանի վրա կամ ոչ, արդեն վերջերս լուր կար որ մի քանի անձ միլիոններ են շահել այդ գուշակելով դրանից բացի նաև real estate-ի տեսակետից դրա համար ասեմ ամերիկան որ մենք նայում ենք իբրև ժողովրդավարական կառավարական համակարգերի իբրև չափանիշ կամ ասենք թե փարոսներից մեկը մենք բավականին քայլեր հետ ենք վերցրել այդ առումով ուրեմն ինչու եմ ասում որովհետև մեր հայության մեջ էլ մենք շփվելով ամերիկյան քաղաքականությունով պիտի հույսով մենք կընդունենք ամենալավ կետեր ամերիկյան քաղաքական կյանքից բայց երբեմն վատ կետերն էլ ենք մենք ընդունում եւ օգտագործում իրար դեմ Դուք ինքներդ նոր չեք ամեն դեպքում քաղաքական դաշտում եւ առաջին անգամ չէ որ պաշտոն եք զբաղեցնում ամեն դեպքում այդ մոտեցումը ձեզ համար ընդունելի է երբ ոչ թե ավելի շատ սեփական մոտեցումներն են ներկայացնում ծրագրերը այլ փորձում են քննադատել կողքի անձնավորությունը ով տեխնացու է Ես կարծում եմ դա երբեք լավ չի եթե դու ավելի մտահոգ ես դիմացինդ ինչ է անում կամ քո հակառակորդները մրցակիցները դու ես կարծում եմ այն մարդիկ որ հաջողում են ես ինչպես փորձել եմ իմ ընտրությունները կառավարել հետեւյալով է ես պիտի ներկայացնեմ իմ գաղափարները պիտի ներկայացնեմ իմ փորձը եւ անցյալում ես ինչ եմ կարողացել անել եւ անկեղծ խոսեմ թե այն բաները որ ուզում եի անել ինչի չհաջողեցի անելու եւ ինչ եմ անելու տարբեր այս անգամ որ փորձեմ հաջողեմ եւ դժվարությունը այն է որ միշտ փորձում ենք բոլորին համար ամեն քաղաքականության մեջ մանավանդ այս քայլաշավների մեջ ընտրապայքարների մեջ մարդիկ միշտ ուզում են բոլորին պատասխանը տան որ բոլորը ուզում են լսել բայց երբեմն քո պարտականությունը իբրև ներկայացուցիչ իբրև հանրային ծառա ասել է այն ճշմարտությունը որ մարդիկ չեն ուզում լսել բայց ասել է այնպիսի ձևով որ նաև ներկայացնես մարդահրավերները եւ իրենց ինչպես կարելի է մասնակից դարձնել լուծումներին դեպի ես անգլերեն մի խոսք կա որ եթե ուզում ես մարդիկ մասնակցեն լուծումին ուրեմն կամ ընդունեն լուծումը պետք է նաև իրենց հրավիրես որ մասնակցեն հենց խնդիրի սկիզբի այդ քննարկումներին ոչ թե պարզապես թելադրես ասելով սա է պատասխանը մենք ձեզի ասում ենք այն ինչ որ պետք է արվի եւ սա դժվար է Ամերիկայում որտեղ ասեմ մեծամասնությունը մանավանդ հայ գաղութի մեջ բոլոր սպաղած են բոլոր մոտիկից չեն հետևում քո այս հաղորդումների նման հաղորդումներ շատ քիչ կան հայերը արդեն բնականապես ես մտահոգ եմ որ մի քիչ ավելի սինիսիզմով սինիկ են մոտենում քաղաքականությանը եւ հասկանալի է երբ մարդիկ գալիս են այն երկրներից որտեղ քաղաքականությունը չի եղել իրենց բարեկամը կամ օգնականը նույնն է որ այդ գաղափարները եւ մոտեցումը բերեն այստեղ բայց Ամերիկայում մի առավելություն կա որ եթե մենք կարողանանք մասնակցենք եւ սովորենք քաղաքականության մասին կարող ենք հասնել հաջողությունների ինչպես տեսել ենք ուրիշ ազգությունները Ամերիկայում լինի իսպանախոս համայնքը կամ սևամորթ համայնքը կամ ասիական արևելյան երկրներից կամ նույնիսկ հրյա ամերիկացիները մեծ հաջողություններ են ունեցել եւ կարողացել են կազմակերպվել առաջնորդեն աջակցեն իրենց տեխնացուներին նախընտրած տեխնացուներին եւ հայ համայնքը պակաս չի որևէ բանով այդ համայնքներից բացի որ մենք դեր ասենք թե հասնալու ժամանակա պետք է եւի մեզի չգիտեմ որքանով ժամանակը մեր բարեկամն է բայց կարծում եմ կհասնենք այնտեղ մի օր Պարոն Քասախյան, ամիսներ առաջ երբ մենք զրուցում էինք, խոսեցինք կրկին տարբեր թեմաներից եւ մասնավորապես դուք ասացիք, որ անպայման պիտի բենզինի գները բարձրանան եւ այսօր տեսնում ենք, որ դա իրականություն է եւ սարսափելի գներ են եւ քաղաքացիները մարդիկ ովքեր ուզած թե չուզած իրենց առօրյայում մշտապես օգտվում են, իհարկե իրենց գրպանի բավական սա հարվածում է Ինչ կարող եք ասել, որևէ բան հեռանկարում տեսնում եք այս առումով, որ կարող է փոփոխություն տեղի ունենալ։ Միակ բանը, որ կարող եմ ասել, որ մենք իբրև քաղաք փորձում ենք մեր ամբողջ հույսերը բենզին կամ գազի վրա չդնել։ Այն բաները, որ ասենք թե կախված են ընկերություններից, գազམ་ակերպություններից, որ հանքափորելով կամ այսինքն այդ նավթը, գազը հանելով հողից
կարողանում են վաճառեն ամերիկացի քաղաքացիներին եւ նաեւ քաղաքներին մենք վերջերս օրինակ ես մի ելույթ ունեցա ամերիկյան լրագրողների հետ բացատրելով թե ինչպես մենք մեր ոստիկանատան մեջ 30,000 գալոնոց մենք ունենք պահեստ նավթի, որտեվ այսպիսի բաները արդեն այնքան եղել են անցել են 70-ական թվականներին էլ եղավ 90 թվականներին ես հիշում եմ ինչպես նավթը կամ բենզինը ընդամենը $1 էր մի գալոնը շատ էժան։ Իսկ այսօր պայմաններ կան միջազգային Պարսկաստանի դեմ այս հարձակումները, որ նախագահ Թրամփը որոշեց կատարել Իսրայելի օգնությունով կամ օգնելով Իսրայելին, որպեսզի խորը ձևի ազդեն տնտեսական վիճակը այստեղ։ Հիմա գիտեմ, որ նաև խոսքեր կան, թե ինչպես հիմա համաձայնություն կարող է լինի Պարսկաստանի հետ։ Մենք դրա վրա հույսերից չենք կարող դնել, գիտենք, որ էլեկտրականությունը, եթե մենք օգտագործենք, հիմա այժմ Կալիֆոռնիայի մեծ աճ կա էլեկտրական ավտոմեքենաների ինքնաշարժերի եւ դա կարծում եմ շարունակվելու է աճել, որտեվ մարդիկ տեսնում են թե ինչպես է այս այն նախատեսելի պայմանները կամ դեպքերը ազդում նավթի գինին։ Մենք Գլենդելում էլ նաև փորձում ենք փոխանակել մեր ամբողջ ավտոբուսների համակարգը էլեկտրական ավտոբուսների, որտեղ էլեկտրականությունը կարող ենք մենք ավելի էժան ձևի արտադրել այստեղ։ Ընդհանրապես ամիջականում մի քիչ ավելի թանկ կնստի, որտեղ պիտի կառուցես ամբողջ համակարգը, որով կարող ես օգտագործես այդ էլեկտրական հոսանքները, բայց հաստատվելուց հետո արևի բնական աստծո ստեղծած ջրակայքներով, քամիով, տարբեր ձևերով, որ էլեկտրականություն կարող ենք ստեղծել ջրամբարներով եւ այլն, մենք կարծում եմ ավելի լավ դիրքի մեջ կլինենք, քան երբ բոլորս մտահոգ ենք թե նավթի գինը ինչ է լինելու։ Շատ քաղաքացիներ իրենց առօրյայում նաև առնչվում են մեկ այլ խնդրի, որ վարձավճարները, լույս, գազ եւ այլն բավական բարձր են եւ այս պայմաններում եւ ունեն բազմաթիվ վճարներ կատարելու ամեն ամիս, սա եւս դժվարություն է ստեղծում։ Այս առումով կարող է քաղաքապետարանը ինչ-որ ազդեցություն ունենալ։ Մենք ընդհանրապես փորձում ենք նախատեսենք, թե ինչ են լինելու քաղաքի ծախսերը։ Օրենքով մենք չենք կարող մարդկանց ավելի փող պահանջել, որքան արժում է այդ ծառայությունները հատկացնել համայնքին։ Դրանից բացի ասեմ, մենք էլեկտրական եւ ջրի հատուցումից մենք տարեկան մի փոքր տոկոս փոխանցում ենք մեր գեներալ բյուջեին, մեծամասնական բյուջեին, որ օգտագործվում է հրշեջային ոստիկանական ծառայություններ ներկայացնել եւ մեր համայնքը օգտվի դրանցից եւ գիտեք ինչպես տեսանք անցյալ տարի այս մեծ հրթեհների պատճառով կարեւոր է որ մենք ունենանք պատրաստ հրշեջի կազմ բայց մենք նաև ուզում եմ բոլորին հիշեցնել, որ ամեն ինչի գինն է բարձրացել։ Եթե որևէ մեկը կարծում է, որ սկսյալ ձու կամ հավկիթից կամ կաթից կամ վարցից ամեն ինչի գինը պիտի բարձրանա եւ ահա որ է super inflation, hyper inflation է կոչվում, որտեղ գիները COVID-ի ժամանակ ահա որ ձևի բարձրացան եւ շատ խոր ձևի չեն իջել գիները։ Եթե այդ գիները բարձրացել են ամենտեղ, ինչու քաղաքի գիներն էլ պիտի չբարձրանան, որտեվ ի վերջո մեր աշխատողներն են այդ ամենը փոխանցում ծառայությունները համայնքին եւ իրենք էլ ունեն իրենց վարձը, ունեն իրենց առողջապահական ծախսերը, հետաքրքիր է, որտեվ այս ընտրությունների ժամանակ մի շարք մարդիկ կան, որ բժիշկ են իր մասնագիտությամբ եւ խոսում են հարկերը ինչպես պիտի էժանացնեն։ Ես նրանց հետեւյալը կհարցնեի իրենց բուժման գիները իջել են, որ իրենք հիմա ասում են էլեկտրականության գինը պիտի իջնի։ Ինչ որ ես գիտեմ եւ շատերը որ բժիշկ են գնում գիտեն, բժշկությունը ամենաթանկ ծախսերից մեկն է Միացյալ Նահանգներում։ Ես մինչև այսօր դեռ աղքատ բժիշկ չեմ հանդիպել։ Ես չեմ ասում սա, որ բժշկությունը կարևոր չի, հաջող իրենց, հալալ իրենց աշխատում են, բուժում են մարդկանց, բայց համ ինշուրանսի գիներն են բարձրացել, 3 անգամ են եղել, առողջական ինշուրանսը, տան ինշուրանսի մասին չենք էլ խոսում, որ հրթեհների պատճառով մարդկա որ ուրիշ այդ ինշուրանսը չի կարողանում ստանալ, նայած որտեղ է դունը կառուցվել։ Բայց ամեն ինչի գինն է բարձրանում եւ հասկանում եմ, բայց նաեւ վստահեցնեմ,
եւ ձեզի ասեմ եւ ձեր լսողներին, որ այն ինչ որ մենք քվեարկում ենք, որ բարձրացնենք, մենք հատուկ զեղչ ենք ստանում իբրև քաղաքային խորհրդի անդամ։ Ինչ որ բարձրացնում ենք, նաեւ իմ վրա է ազդում իմ ընտանեկան բյուջեին։ Եվ պիտի անենք այն ինչ որ երբեմն մեզի անհանգստացնում է, որ ապահովենք ապագա սերունդներին։ Ես Քորի Թաթարյանն եմ։ Եթե ձեզ անհրաժեշտ է վթարի վնասվածների համար փաստաբան, դիմեք ինձ։ Մենք կպաշտպանենք ձեր իրավունքները։ Զանգահարեք մեր գրասենյակ։ Պարոն Քասախյան, կա մի հարց, որը ձեզ շատ անհանգստացնում է Գլենդել քաղաքում, անվտանգության հետ կապված կամ այլ խնդիրների հետ կապված, որպես քաղաքապետ հիմա այսպես փորձում եք լուծում տալ։ Այն երիտասարդները, որ քշում են իրենց մեքենաները այն արագությունով, որին ենթարկում են վտանգի համիրենց մեջ գտնվող որևէ մեկը մեքենայի մեջ, բայց նաև ուրիշներին, ինձի գիշեր-ցերեկ արթուն է պահում։ Ես տեսել եմ, երբ ես աչքովս տեսել եմ ինչպես մեկը հնցվի գրեթե այսքան միլիմետրների հեռավորությունով փրկվեցին մեքենայի կողմից հնցվելուց եւ նաեւ տեսնում եմ թե ինչպես երիտասարդները այսօր հիմա այս էլեկտրական մոտոցիկլետի նման հեծանիվներով առանց որևէ տեսակ պաշտպանում իրենց գլխին հագած կամ անուշադիր ձևի վարելու սա ես չգիտեմ որտեղից սկսավ ինչ տեսակ ընտանիքի մեջ դասյակվել են սրանք բայց երիտասարդների վերաբերմունքը մեքենաներով ահավոր է։ Եվ ոչ միայն դա, բայց նայում ես մեքենաները, իրենց քշած մեքենաները ավելի արագ, այսինքն պատճառ չկա, որ որևէ երիտասարդ, որ այստեղ գնում է դպրոց եւ նպատակը գնալ համալսարան կամ աշխատանքով զբաղվել, որ լինեն օրինալի, այսինքն քաղաքացի եւ մասնակից Գլենդելի համայնքին, պետք է ունենա այդպիսի միջոցներ մեքենաներ քշելու։ Եվ ոչ մեկը չկա, որ ինձի կարող է համոզի դրան հակառակը կամ ինձի համոզի, որ իմ գաղափարը սխալ է։ Երբ մենք տեսնում ենք, որքան պահանջներ կան, որքան մարդահրավերներ կան մեր համայնքի առաջ, եւ մարդիկ ասենց մակերեսային ավելի նյութապաշտ ձևի են մոտենում իրենց ամեն ինչին, կյանքի վատ օրինակ ներկայացնելով մանավանդ հաջորդ սերունդներին դա իմ համար շատ մեծ դժգոհություն է, որտեղ ես ինչ որ տեսնում եմ մեր հաջորդ սերունդներին, մենք ոչ միայն ապրում ենք այսօր այս աշխարհում, բայց նաև մենք փոխ ենք վերցրել այս աշխարհը մեր հաջորդ սերունդներից, որին պիտի վերադարձնենք հույսով ավելի լավ պայմաններով, քան մենք գտանք այն ինչ որ մեզի փոխանցվեց։ Բայց երիտասարդների այդ մեքենաները վարելու վիճակը եւ դրանից բացի ընդհանրապես Գլենդելի բյուջեն, մենք ունենք ծախսեր եւ ճունենք, ասենք թե ռեսուրսներ, որով կարող ենք մենք գումարներ վաստակենք, որ այդ ամեն ծառայությունները կարողանանք կատարել։ Գլենդելը չորրորդ ամենամեծ քաղաքն է Լոս Անջելես տարածքում, բայց ունենք բավականին մեծ խնդիրներ եւ աճող իբրև քաղաք կամ մեծ քաղաք, որտեղ երբեմն աճում է, երբեմն ոչ, նայած տնտեսական վիճակը ինչպես է, մենք պետք է մտածենք ապագա մեր աշխատողներին ինչպես ենք մենք շարունակելու վճարել սովորաբար որևէ ընկերության մեջ cost of living ապրուստի արժեքով 2-ից 3% ընդհանրապես տարեկան պիտի ավելացնես հենց տարեկան եկամուտը հենց ստացածը ամսականը մենք այսօր եթե հաշվենք 2-3 տարին եթե ամեն տարին 2% ավելացնենք դա արդեն սկսում է բավականին գումար ավելացնի մեր ընդհանուր ծախսերը մեր բյուջեին եւ պիտի փորձենք հասկանալ թե այդ փողը որտեղից է գալու Գլենդելի մեծամասնությունը մեր ռեսուրսների բյուջեին մի քարտը գալիս է property tax-ից երբ հողերը վաճառվում են բնակարանը կամ ապարտմանը դա հարկ է վճարում county-ից հետո մեզի հասնում մի տոկոսը դրան եւ նրանից բացի եւ նահանգին եւ նրանից բացի նաեւ կա
sales tax, այրդերի հարկերը, երբ որ էկոնոմին, երբ տնտեսական վիճակը եւ ժողովրդի վստահությունը ապագայի մասին լավ է, մարդիկ փողը ծախսում են եւ մեր հարկերը շատանում են, այսինքն մեր հավաքածը։ Բայց երբ հիմակվա նման ճնշված վիճակում են, երբ որ անորոշ ժամանակներն, չգիտենք, բենզինի գինի չեն լինելու, Պարսկաստանում եղածը երբ ավարտվելու եւ այլն, այդ ամեն ինչին ազդում է։ Եվ մենք պետք է գտնենք ձևեր, որ կարողանանք շարունակենք ծառայել համայնքին, առանց գիտես բոլոր ոչ մեկը հարկի ավելացնում չի ուզում, ես էլ մեջը, բայց նաև ինչպես նախապես ասեցի, պիտի երբեմն անենք այն բաներ, որ շատ ասենք թե տհաճ են երևում, բայց անհրաժեշտ են քաղաքի գոյատևման համար։ Մեքենաների առումով ոստիկանության հետ համագործակցում եք ու իրենց դերը նաև ինչպեսին է, որտեղ կարծում եմ բավական կարևոր է նաև որ իրենք էլ աչալուրջ լինեն, հատկապես գիշերային ժամերին շատ քաղաքացիներ բողոքում են, որ չեն կարողանում քնել, որովհետև տարբեր մարդիկ որոշում են, որ իրենց մեքենաներով պետք է քշեն շատ այսպես սանձարձակ կերպով։ Այո։ Այս առումով ոստիկանությունը արդյոք անում ենք, բայց դա բավարար չի, որտեղ ոստիկանությունը երբ դնում ենք հսկողական այդ պաշտոնում կամ այդ դիրքում, դա ազդում է մի քանի ամիս, որևէ այդ շրջանում եւ հիշենք, որ քաղաքը մեծ է 30 մղոն քառակուսի մղոն ավելի մեծ քաղաք է մոտավորապես։ Եվ հա հսկողությունը արվում է ժողովուրդը այդ ասենք թե շրջանում հանգստանում է մի քիչ կամ վարորդները ավելի կարգապահ են հետո նորից վերադառնում են նույն խախտումներին դրա համար ոստիկանությունը մնայուն այսինքն ձև չի մշտական լուծման մեկը պետք է փողոցների լայնությունը փոխվի ապացույց կա որ երբ փողոցները արդեն ավելի նեղ ձևի են ներկայացվում մարդիկ արդեն ավելի կամաց են քշում մենք հեծանվորների համար այս հատվածները որ գծել ենք հենց զուտ հեծանվորների համար չի որտեղ մենք գիտենք որ միշտ հեծանվորդ այդտեղ չի լինելու եւ այնքան քանակով հեծանվորդ հիմա չկա անկախ որ երբ ես ավելի երիտասարդ եի երբ ես փոքր եմ հեծանում եի Գլենդելում հեծանվով քշում էինք մինչև գալերիա հետ էինք գալիս այս քաղաքապետարանի մոտի թաղամասներն եւ այլն ավելի ընդունված էր եւ ավելի տարածված բայց ի վերջո մեքենաները հաղթեցին այդ պայքարը քայլող բնակչության եւ հեծանվորների դեմ եւ մենք փորձում ենք դա հավասարակշռության հետ բերել իսկ ամենակարևոր ձևը վստահեցնելու որ մենք կարող ենք հսկել այժմ մենք արագ քշող մեքենաների դեմ կամերաներով պիտի հսկողությունը սկսենք Գլենդելը մի շարք քաղաքներից է որ որոշվեց որ այս համակարգը օգտագործի եւ շուտով արդեն այս հաջորդ ամսվա մեջ կսկսի այդ հսկողությունը որտեղ մարդիկ կդուգանվեն նույնիսկ եթե ոստիկան չկա այդ խաչմերկում Բայց տեսախցիկներ որոշ տեղադրվել են արդեն որքան մենք դերել ենք բայց այժմ չեն հսկում դեր հսկողությունը հիմա հունիսին կսկսի հունիսի երկրորդ երրորդ շաբաթվա մեջ կամ հունիսի սկիզբին նայած որ խաչմերկի մասին է հարցը այնպես որ վարորդները ավելի աչալուրջ պիտի լինեն ու հույսով խախտումներ չանել գիտեք ինչն է հետաքրքիր ես էլ եմ մեկը որ միշտ ուզում է ավելի արագ միտեղ հասնենք իմ ժամն էլ է կարևոր իմ համար եւ վստահ եմ ուրիշների ժամն էլ իրենց համար բայց մի բան որ այս բջիջային հերացային հերախոսների մասին լավ է որ մենք դնում ենք քարտեսով տեսնենք երբ ենք հասնելու միտեղ Եթե freeway-ով քշում ես 65 մղոն ժամը քշում ես եւ գնաս մինչեւ արագությամբ եւ գնացիր մինչեւ 80 ասենք թե մղոն որ օրենքներից դուրս արագություն է ընդամենը քո հասնելու ժամը փոխվում է մի րոպեով 2 րոպեով ամենաշատը եւ արժի այդ 2 րոպե ավելի շուտ հասնելու համար կամ դուգանվես բռնվես եւ դուգանվես կամ վիրավորես մեկին կամ ինքդ քեզ Այսինքն դա է որ պիտի փորձենք հասկանալ ավելի լավ է մարդ ավելի շուտ ճամփարելնել եթե ուշանում են վստահ եմ ավելի լավ է մարդ ուշանա քան հասնի տեղ վնաս պատճառելով իրան կամ մյուսին այո վնասի այսինքն հաջորդ ամսվանից արդեն տեղադրված տեսախցիկները սկսելու են արձանագրել այո
խախտումները։ Շատ լավ։ Եվ պարոն Քասախյան, կուզեի անդրադառնալ նաև իմիգրացիոն խնդիրներին, որոնք եւս հայ համայնքին հատկապես հետաքրքրում են եւ շատ անձանց, քանի որ գիտենք տարբեր երկրներից են գալիս այստեղ հաստատվելու, օր-օրի տեսնում ենք, որ բավական խստացումներ են լինում, օրենքներ են փոխվում եւ ինչ տեսակետ ունեք սրա շուրջ եւ որքանով կարող է նաև քաղաքապետարանը ազդել։ Գիտենք, որ որոշ ժամանակ առաջ հատկապես այսի աշխատակիցները տարբեր տեղեր էին կարողանում գնալ, տարբեր քաղաքներ եւ նաև մարդկանց հայտնաբերել։ Հիմա այս առումով դուք ինչ կարծիք ունեք։ Ասեմ նախապես ասեմ, որ մենք կարծեմ մեկը չկա մեր քաղաքում կամ որևէ քաղաքում, որ դեմ է ձերբակալելու հանցագործներին, որ այստեղ են գտնվում անօրինավոր ձևով։ Բայց նաև պետք է հիշենք, որ այս մի երկիր է, որը կառուցել են իմիգրանտները, նրանք որ գաղթել են ուրիշ երկրներից, իրենց աշխատանքը կարողացել է զարգացնել ոչ միայն Ամերիկան, բայց հատուկ Կալիֆոռնիա նահանգը, Գլենդելի մեջ մեր բնակիչներից կեսից ավելին ծնվել են մի երկրում, որը Ամերիկան չի, եւ դրանով ես հպարտ եմ, որովհետեւ այս մարդիկը կարող են որևէ ուրիշ գաղութում հաստատվել, բայց որոշեցին իրականացնել իրենց երազները Գլենդելում եւ Կալիֆոռնիայում։ Մոտեցումը այժմ սպիտակ տան այս immigration-ի խնդիրներին ես կարծում եմ ոչ միայն անօրինական է, նաև խախտում է մարդկային եւ ամերիկյան constitutional իրավունքները, բայց ցավոք սրտի մարդիկ կան, որ կողմ են այս ակցիաներին, որտեղ հավատում են, որ նախագահան ոչ մի ձևով սխալ չի կարող անել։ Ես ինքս ծանոթ եմ անձերի, որ այստեղ էին գտնվում օրինական ձևով, կարող է հասել էին ուրիշ վիզայով, բայց որտեղ պայմաններ եղան իրենց այն երկրները, որ թողել էին եկել էին այստեղ, մանավանդ Միջին Արևելքում, պայմանները այնպես չէին, որ իրենք կարող են վերադառնալ այդ երկրներում եւ դիմել են այստեղ իբրև immigration-ի մեջ կամ refugee status-ով կամ այսինքն ժամանակավոր, որ կարողանան այստեղ մնան եւ աշխատեն։ Այդ անձերից մի քանի հոգին ձերբակալվել են, տեղափոխվել են բանդից բանդ, առանց իրենց հարազատների ընտանիքի իմանալով թե որտեղ են, այսինքն երևակայեք դու քո հարազատ մեկը քեզի հարազատ անհետանա։ Մի օր գնացին դուրս, խանութ կամ դպրոց կամ աշխատանքի եւ չվերադարձան։ Մենք խոսում ենք ծնողների մասին, որ ունեն զավակներ, խոսում ենք մարդկանց մասին, որ արդեն աշխատում են եւ հարկեր են վճարում, կարող է ոչ բոլոր հարկերը, որտեվ օրինավոր քաղաքացի չեն, բայց ամեն մյուս ձևերի վարձից սկսալ ամեն ինչ կարողանում են անել եւ սրանք մարդիկ են, որ աշխատում են մեր ամենօրյա տնտեսական աշխարհում եւ առանց իրանց շատ դժվար է։ Օրինակ մենք ունենք մի քանի բիզնեսներ այստեղ, որտեղ նույնիսկ նրանք մարդիկ, որ օրինավոր ձևի են այստեղ կամ քաղաքացի են, որտեղ հատուկ ծագումով են, ասենք թե սպանախոս, չեն ուզում գնալ գործի, որտեղ մտահոգվում են, որ պիտի վաղը միսօր հալածվեն եւ ձերբակալվեն։ Եվ եթե դա չպատահած փաստ լիներ կամ չպատահած բան, կասեր գուցե սրանք մի քիչ չափից ավելի մտահոգ են, բայց տեսնում ենք թե ինչպես սա հալածում է բոլորի հանդեպ։ Դրա մեջ նաև հայերն են մաս կազմում, բայց նաև նորից շեշտեմ, եթե մարդիկ հանցագործ են, պիտի ձերբակալվեն, պիտի հետևեն, բռնեն եւ ի վերջո տեղափոխեն։ Եթե չունեն կրիմինալ, այսպես անցյալ կամ որևէ քայլ։ Ես հավատում եմ, պետք է մենք գտնենք ձևը ճանապարհ ստեղծելու, որ մարդիկ, որ ուզում են գան Ամերիկա իրենց տաղանդով եւ իրենց աշխատանքով եւ ջակտի քրտինքով շնացնեն Ամերիկան, պետք է ստեղծենք այդ ճանապարհը, որ քաղաքացիության հասցնենք։ Ես կարծում եմ այս երկրի ինչպես նշեցի, քաղաքացիությունը այո կարևոր է, բայց նաև իմիգրանտները, որ որոշում են գալ Ամերիկան զարգացնել, Ամերիկայի ստեղծումի սկիզբից, հենց Ամերիկայի ստեղծումի իմիգրանտներով սկսած, արդեն պիտի այդ գաղափարը շարունակվի եւ հույսով կունենանք ղեկավարություն, որ կհարգի ինչ գաղթականներ բերում են այս երկրին։ Եվ հաղորդման վերջում երկու կարճ ավանդական հարց ունեմ, որ հյուրերին սովորաբար ուղղում եմ։ Երբևէ եղել է պահ, որ զղջակ, որ Միացյալ Նահանգներում եք հայտնվել, դուք այստեղ եք ծնվել, բայց որ դուք ձեր մեջ մտածեք, այ լավ կլիներ Հայաստանում ծնված լինեի կամ այլ երկրում, եղել է նման պահ։ Ես Հայաստանը իբրև հայրենիք շատ եմ գնահատում, անշուշտ իմ ընտանիքի արմատները արևմտյան Հայաստանից են, ցանկությունս կլիներ, որ մի օր տեսնեի այն տեղերը, որտեղ իմ
նախահայերը ապրել են ոչ միայն այս մոտ անցյալում, բայց հարյուրավոր, եթե ոչ հազարավոր դարերում։ Ես կարծում եմ որևէ ժողովրդի կապը իր բնիկ հողի հետ զորավոր է։ Դրա համար ես ամերիկյան այս երկրի բնիկ հնդիկների մշակույթը շատ եմ հարգում իբրև այստեղ դարերով ապրած ազգություն։ Եվ կուզենայի, շատ բաներ կան, որ կուզենայի եւ անշուշտ կուզենայի նաեւ ես Հայաստանը ուզում եմ լինի անկախ, ուզում եմ ունենա ապահով սահմաններ, ուզում եմ ունենա այն ինչ որ մենք աշխատել ենք ոչ թե պահպանել, բայց մեզի փոխանցվել է իբրև ժառանգություն, նաև դրա մեջ ընդգրկում եմ եկեղեցին եւ հավատքը եւ երբեմն շատ ցավալի է տեսնել թե ինչ պայմաններում են գտնվում այն բաները, որ ես համարում եմ իբրև ամբողջ հայության, ոչ միայն Հայաստանի մեջ ապրող, բայց սփյուռքահայության ժառանգությունը։ Եվ կարծում եմ, որ յուրաքանչյուրս կարող ենք մի փոքր բան անել, եթե նույնիսկ մենք մեր ամենօրյա կյանքով զբաղված ենք մեր ամենօրյա մտահոգություններով, բայց դեռ կարող ենք ժամանակ գտնել պահպանելու այդ ավանդույթները։ Օրինակ, եթե դա նշանակում է շաբաթը մի անգամ եկեղեցի գնալ, եթե դա նշանակում է մեր տոները տոնել, փոխանակ Christmas ասելով դեկտեմբեր 25-ը տոնել, հունվար 6-ի փոխարեն, եթե դա նշանակում է ընտանիք հավաքվել, շաբաթը մի անգամ սեղանի շուրջ, որ խոսենք, զրուցենք, դաստիարակենք մեր երիտասարդներին, այդ ամենը կարևոր է։ Եվ ի վերջո հույսով մի օր մենք նորից կվերադառնանք այն տեղերը, որտեղ այսօր հայեր չկան, բայց միշտ հայեր եղել են անցյալում։ Ամերիկյան երազանքը ձեր դեպքում իրականություն է դարձել թե ոչ։ Ես ինքս երազներով չեմ ապրում, ես փորձում եմ ձգտել, այսինքն ես ասեմ, իմ երազանքը այն է, որ ես ունեմ մի զավակ, եթե իմ զավակս կարող է հասնի մի տարիքի, որ ինքն էլ սկսի ընտանիք կազմել եւ հասկանա հայ արժեքները ինչ են, ինքը ով է, իր արմատները ինչ են, եւ կարողանանք փոխանցել իրեն մի ավելի փայլուն ապագա, քան մենք ժառանգեցինք, դա է երազանքի իրականացումը։ Ես չեմ կարծում որևէ ծնող ունի հատուկ երազանք, որ անջատվում է իր զավակի երազանքների իրականացնելուց։ Չգիտեմ, եթե ես չեմ մտածել դրա մասին, շնորհակալություն այդ հարցի մասին։ Հիմա կարող այս ելույթից հետո ավելի խոր մտածեմ եւ հաջորդ անգամ ավելի լավ պատասխան ունենամ, բայց ասեմ, որ որևէ ծնող պիտի ասի, որ ես համոզված եմ, որ այդ երազանքների կատարումը նշանակում է, որ իրենց զավակները իրենց երազանքներին հասնեն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, զրուցում էի Գլենդելի քաղաքապետ Արտիկ Հասախյանի հետ։ Դուք շարունակեք բաժանորդագրվել, որպեսզի որևէ տեսանյութ բաց չթողնեք։ Կհանդիպենք։